Հարկներդեհին տարիներ առաջ երբ որից մեկը խոսեր Նիկոլի թրքաբարու լինելու կամ թրքամետ քաղաքականություն վարելու կամ թրքամետ քաղաքականությունը մեղմ ասած է թրքահպատակ քաղաքականություն վարելու մեջ անմիջապես հակադարձվում էր թե իշխանության կողմից եւ թե նամանավանդ աջակիցների կողմից Օրինակ ես նորից պետք է հիշեցնեմ իմ հանրահայտ դարձած մածունի անեկդոտը, որը մոտ 2.5-3 տարի առաջ ես այդ անեկդոտը քաղաքական օդումներով պատմեցի եւ լուրջ դիտում հավաքեց, բայց կային նաեւ մարդիկ, ովքեր չէին համաձայնվում, որ ես իմ խոսքի մեջ ասում էի, որ Պուտինը ինչպես է Նիկոլին հանձնում Էրդողանին մարդիկ անգամ վրդովել էին ես համոզված եմ որ այդ մարդիկ հիմա տարիների հերվից կհասկանան ես դա ինչ նկատի ունեմ այսօր արդեն բացահայտ Թուրքիայի արտգործնախարարը իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել Նիկոլին ապագա ընտրություններում մեզ հասնում էր 21 թվին էլ Ալիևի ցանկությունը որ Նիկոլը վերընտրվի բայց այդ ինֆորմացիաները այդ առաջատար հերոստատեսություններով չէր տարածվում։ Հիմա ինչ է փոխվել, որ շատ հանգիստ, շատ ազատ, անգամ Թուրքիան իր լրատվամիջոցներով կամ բացահայտ քաղաքական խողովակներով տեղեկացնում է, որ ինքը աջակցում է Նիկոլին։ Այսինքն 21 թվից անցել է 5 տարի եւ նրանք եթե այն ժամանակ փորձում էին ծածուկ աջակցել Նիկոլին, իրենց համաձայնությունը տալ նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել, հիմա արդեն փուլը փոխվել է։ Իրենք նոր առաջադրանք են ներկայացնում Նիկոլին, որ դու արդեն պարտավոր ես ոչ թե մեր աջակցությունը թաքուն ընդունել, այլ գովերքել մեզ եւ ասել, որ փրկությունը Թուրքիան է։ Այսինքն ոչ թե դու Թուրքիա գնալով պետք է ցույց տաս, որ դա ապականում է, Ընդհակառակը դա փրկություն է։ Ինչպես առաջ ռուսների հետ էին անում, չէ՞։ Ասում են առանց ռուսի ոնց կլինի։ Առանց ռուս մենք գոյություն չենք ունենա։ Հիմա օրինակ այդ ռուսահապատակները շիվարել են, որ ասում են դե մենք առանց ռուս կներեք այդ առողջան, ես չեմ կիսում, ով ասում է դե առանց ռուս մենք ով ենք, այդ մարդը ողորմելի մարդ է, ինքը հայ չէ, ինքը կարող է դուրս գալ մեր ցեղից որտեղ որ մենք ազգ էինք ու պետություն ու կայսրություն ռուս չի եղել, բայց եղել ենք։ Իսկ եթե ինչ-որ մեկը իր արժեքները ստորադասում է ռուսի կամ ցանկացած որևէ ժողովրդի, ասում է առանց սրա մենք ով ենք, նա արդեն իսկ իր անձը վարկաբեկում է։ Իսկ դրան հայ անվանելը ուղղակի մեղք կլինի։ Հիմա նույն քաղաքականությունը արդեն իսկ այդ դիմացած մածունի անեք իմիջիալոց խորհուրդ կտամ թերթեք իմ YouTube-յան այս ալիքի էջերով գնացեք, հետ գնացեք, կարծեմ մի 2 տարի առաջ նաև կրկնություն նորից բան եմ արել, տարածել եմ։ Ուղղակի կտեսնեք տարիների հերվից կտեսնեք որքան իրականության այսօրվա իրականությանը դա համապատասխանում է։ Եվ հասկանում եմ, որ արդեն Թուրքիան ոչ թե Նիկոլին ասում է դու պետք է խուսափողական քաղաքականություն վարես Թուրքիայից, այլ ընդհակառակը գովերքելու միակ ելքը համարելու գործողություն։ Այսինքն այս արտգործնախարարի Թուրքիայի հայտարարությունը աջակցությունը պետք է Նիկոլը դարձնի PR։ Թե ոնց կդարձնի, նրանց չի դարձնում։ Ու ինքը պետք է այնպես անի, որ հաջողվի։ Արդեն էլ ինքը ոչ թե պետք է բավարարվի, որ ինձ թուրք եք ասում, ես չեմ վիրավորվում, ինչպես ասենք կարող եք ասել ռուս, չգիտեմ շվեդ կամ չգիտեմ ես ինչ, պակիստանցի։ Կամ թուրքերն էլ եւ աշխարհի ժողովուրդներից մեկն են, բայց բոլորս գիտենք, որ աշխարհի մեծերը արվեստի մշակույթի կամ քաղաքական անգամ թուրքերին ոնց են նկարագրել։ Թուրքերն էլ գիտեն, որ իրենք մարդկության ուղղակի թերմացք են կամ բորենի, որը կարող է մարդուն ողջ մորթել, այրել, որովայնը բացել, հղի կնոջ, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Նիկոլի առաջ ծանր առաջադրանք է դրված
Ես ասեմ, որ եկեղեցու վրա հարձակման զուգահեռ ինքը պետք է նաև աշխատի Թուրքիային ներկայացնել որպես բարեկամ երկիր, որպես միակ հանգրվան, այլապես, չգիտեմ ես ինչ։ Ռուսներն էլ էին ասում, եթե մեր այս պահանջը չկատարեք, դա ձեզ համար կլինի կործանարար։ Պուտինը ուղիղ ասում է, եթե զիջումները չանեք, այն ինչ որ նոյեմբերի 9-ով ինքը ասել էր, որ պետք է քար վաճառը տակ, էս պետք է տակ, հիշում եք, որ Բևերը դիմադրում էր, ասում էր չենք տալու, որ նոյեմբերի 9-ին կանգնեց, հետո թղթի մեջ գրեցին, այս ինչ օրը էս պետք է հանձնեք, այն ինչ օրը այն պետք է հանձնեք, չէ՞։ Մենք սկսեցինք պայքար փողոցային, շատ եք ասում, ուր է Բևերը, դուք ուր էիք այդ ժամանակ իմիջայլոց։ Պուտինը այնտեղից ասեց, եթե այս պայմանավորվածությունները չանեք, ձեր համար կործանարար հետևանքներ կունենան։ Դաշնակիցը իբր մեզ կործանման կոչեր էր անում, մեզ կործանելու։ Հիմա շատ հնարավոր է, որ արդեն փոխվել է արդեն ամեն ինչը։ Թուրքերն ասեն, Նիկոլ, այնպես էս ներկայացնում, որ եթե ոչ Թուրքիա, ապա դուք կործանվեք։ Չզարմանաք։ Բայց ելի եմ ասում, սա առաջի հերթին վախի մթնոլորտ ստեղծելն է, ցանկացած հանցավոր ապօրինի գործողություն, երբ որ հակառակորդը թշնամին քո հանդեպ ուզում է կազմակերպի, որը դատապարտելի է միջազգային իրավունքով կամ միջազգային դատարանում, նա սկզբից վախի մթնոլորտ է ստեղծում, որ դու վախենաս չդիմես դատարան, կամ չըմբոստանաս, կամ չդիմադրես, ուղղակի տրվես իրեն։ Հիշում եք Կիրանցի պատը, ասում էր հիմա եթե ստեղից հել վեր կենանք գնանք ասենք չկա, այն որ Կիրանցի կիսեց տվեց Ալիևին, պատերազմ կսկսվի։ Հավատացեք, եթե ինքը ասեց ինձ չընտրեցիք ու չընդունեցիք, որ թուրքերը մեր բարեկամն են, որ իրենք ստեղ պետք է ասեն, պատերազմ կսկսվի։ Այդ արտահայտությունը լինելու է։ Դրանից չենք վախենալու։ Եվ առհասարակ, ձեզ թափ տվեք, իսկապես թափ տվեք։ Դուք անդադ պահանջում եք, ուր են սասնածռերը, ուր են Բևերը, ինչ է մտածում, սասնածռերը բանտում են։ Տեսնում եք պարսիկներն ինչ են անում, 100,000-ով հավաքվել են։ Ոտքի կանգնեք, ոչ մեկ չի կարող ձեր դեմն առնել։ Սասնածռերին բանտերից հանեք։ Ու թող ձեզ կառավարեն։ Ձեր շարժումը։ Բարդ բան չեմ ասում։ 16 թվականին, որ սասնածռերը Պուտինի դեմ ապստամբեցին Արցախի հարցով, ով էր պատկերացնում, որ դες բան կարող է լինել։ Չէ պատկերացնում, ինչ պետք է լինի։ 15 թվականին Ժիրար Սեֆիլյանը, որ ասում էր ինչ պետք է լինի, մինչև ապրիլյան Քարորյան, մինչև սասնածռերի ապստամբությունը, մինչև 20 թվականի պատերազմը, մինչև 23 թվականի հայաթափումը Արցախի, հիմա էլ Սյունիքի միջանցքը, այդ Զանգեզուրի միջանցք կոչվածը, վաղը չգիտեմ ես ինչը, եթե Ադրբեջանի պահանջներն էլ սկսենք ընդունել, որ մենք տերորիստ ենք, որ մենք օկուպանտ ենք, մենք էթնիկ զտում ենք արել, մի մեծ մեղք ենք մեր վրա վերցնելու, որի տակից հաստատ դուրս գալ չենք կարող։ Այդ ժամանակ Ադրբեջանը ինչ ուզի կարող է անել մեր հետ։ Ինչ ուզի եւ աշխարհը իրեն չի մեղադրի, եթե մենք ընդունենք, որ Արցախը Ադրբեջան է։ Ինչ ուզի, ոնց ուզի։ Այսինքն մենք արդեն պետք է հասկանանք, որ Նիկոլը բաց գնում է Թուրքիա։ Իրեն ասել են, որ դու արդեն չպետք է խուսափես, այդ խուսափողականությունը Թուրքիայի հանդեպ վեր է սածում բանի դրական էֆեկտի, անհրաժեշտության, միակ ելքի։ Հասկանում եք, չէ՞։ Այդ քաղաքականությունն է գնալու հիմա։ Եվ դա պետք է դրժվի։ Ու եթե հանգարց այն Վազգեն Սարգսյանի դե քույրիկին Արամ Սարգսյանը ինձ զահռում արե։ Դա ասում էր, չէ՞, 2 տարի թե մի տարի առաջ էր ասում, եթե չգիտեմ ես ինչ լինի, Թուրքիան մեզ կպաշտպանի։ Դրանք Նիկոլի խոսափողներն են, արձագանքի ձևով մինչև գործողություն սկսելը, իրենք ընդեղից արդեն նստում են ժողովրդի ականջին։ Նիկոլը մենակ չէ։
այդ սազանդարներ կոչվածները, Խուրշուդյաններ են, չգիտեմ, ընդեղ են Թիզուկես Ստյոպիկներ կան, են ռուսախոս Ստեփան կա, էլի, են Վահագնի դստրիկ կա, չէ՞ որ քարոզում են Նիկոլին։ Դրանք բոլորը մեղսակիցներ են Նիկոլին։ Երբեք չտրվեք թուրքական պրոպագանդային, անպայման, եթե դուք փորձեք ընդվզել ձեր արժանապատվության համար, բացեք Բևերը միշտ արել է, հիշեք, մինչև սրբազան շարժման սկսելը 8 թե 10 ամիս փողոցում էր Բևերը, տուն չէր գնում, շուրջօրյա նստացույց երթ, հիշեք, ամբողջ ձմեռ մնաց Ազատության հրապարակում, անգամ լույսերն էլ էին անջատել նիկոլական ռեժիմը Բևերի վրա, բայց այնտեղ ձեզ էինք սպասում մենք, դուք չեկաք, հենց որ Բևերը հավաքվեց այդտեղից ասում են Բևերն ինչ է մտածում, ինչ է անում, հիմի դուք, իսկապես թուրքացման վտանգ կա, մի փոքրիկ կայծ, Բևերին մենակ չթողեք, հասկացաք, չի լինելու Օսմանցու ծրագիր, Թուրանի ծրագիր, չեն լինելու, եթե դա լինի, ուրեմն մենք չենք լինելու, կամ մենք, կամ իրենք, մնաք խաղաղությամբ,